Պատերազմում հերոսացած Վաչագան Մանուկյանի հայրը գրող Խաչիկ Մանուկյանը, պարոն Մանուկյան, ձեր դիտարկումները այս պրոցեսի հետ կապված։ Մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկին այսօր դատում են, կալանավորել են, ովքեր են այդ դատողները, շարլատանները, խաբեբաները, ստախոսները, իրենց բարեկամ մեր թշնամի երկրից ինչպես կոչել են հարբեցող ծաղրացուները եւ դրանք որոշում են մեր ժողովրդի բախտն ու ճակատագիրը եւ մենք տեսել ենք նրանց որոշացի արդյունքում ինչ է ստացվում հազարավոր երեխաների կյանքն են խլում վամպիրի պես խմում են նրանց արյունը տարածքներն են հանձնում հետևողականորեն եւ շարունակաբար եւ հենց Բագրատ Սրբազանն էր որ կանգնեց եւ գավազանը զարկելով ասաց դե բավական է եւ Կիրանցում զսպվեցին եւ թշնամին էլ հետ քաշվեց եւ մի պահ լռեցին զգաստացան հասկացան որ երկիրը տեր ունի եւ եթե կարծեմ տեղյակ են շատերը որ թշնամի երկրի հերոստանգերություններն էլ սկսեցին ցույց տալ որ այստեղ կան ուրեմն ռևանշիստներ Ինչ ռևանշիստ, մենք մեր հողի տերն ենք, մեր երկրի, մեր ազգային իշխն նպատակը ունեցողներ ենք, բայց կպշատ պարագլուխներ դուք լսել եք, որ հայտարարել են, որ ազգային իշխ չունեն, երազանք չունեն, ինչ են անում այս երկրում, ես չեմ հասկանում, երևի սպասում են, որ վերջապես հայ ազգը զարթնի եւ դրանց բոլորին կանգնեցնի արդարադատության առաջ, այն մեծ ոչիրը, որը կատարել են խմբովի եւ խմբովի պատասխանը տալու են, գալու է այդ օրը եւ դա լինելու է մեծագույն զարթոնք, լինելու է հաղթության սկիզբը, դա լինելու է եւ դա Բագրատ Սրբազանի նաեւ օրհնությամբ է լինելու մեր մեծագույն հոգեվորականի ում ապրած մեկ օրը ամբողջ ԿՊ պարագլուխները իրենց ցեղով, տակով փորձես գտնել արժեք, չես գտնի այնինչ Բագրատ Սրբազանը մի օրվա կենսագրության մեջ է կատարել։ Պարոն Մանուկյան, Սրբազանի տնից արգրավել են մի բուռ փոշիկի մեղ, արգրավել են ճանապարհային երթևեկության նշան, գունավոր ծխարցակիչներ եւ պոլի փայտ։ Բնականաբար Սրբազանի տանից օրհնություն չէր, որ պիտի վերցնեին, չարկապատկանը չէր գնալու օրհնվելու, որովհետեւ Սրբազանին նայելով նրանք արդեն կոչնչանան։ Լույսին նայելով խավարը ոչնչանում է։ Այս խավարը պիտի ոչնչանա։ Եթե չբերեն այս լուսավորներին մեկուսացնեն, Իրենք իհարկե ոչ, իրենք հասկանում են դա, եւ եթե ժողովուրդը տեսնի այդ լույսը իր աչքերը բացի իր հոգու աչքերի մասին է խոսքը, եթե բացի իր հոգու աչքերը իհարկե հասկանալու է, որ ապրում է ստի կայսրության մեջ, որը կերտել են այս կպեական պարագլուխները, որոնք ամեն մեկը ծառայում են ինչ-որ մի թշնամի երկրի, նրանց շահերն են սպասարկում եւ բացահայտորեն տեսնում ենք, որ որևէ մեկը հայոց շահերը չի սպասարկում, այս չարկապատկանները, որոնք խմել են հազարավորների արյունը պատասխան են տալու եւ այդ օրը լինելու է։ Պարոն Մանուկյան, հրապարակված ձայնագրությունների մեջ ասվում էր, որ Բագրատ Սրբազանի ձայնով ամենայն դեպս մեզ լսելի առաջին հայացքից ասվում էր, որ հակերական խմբեր են ման գալիս, որոնք պիտի կառավարական կայքերը շարքից դուրս բերեն ու տեղադրեն, ասենք Փաշինյանի նկարը օզավոր սատանայի կերպարով գրականության մեջ սա որ ժանրի մեջ է տեղադրվում։ Գիտեք, չարկապատկաններին ընդհանրապես չի կարելի անդրադառնալ իրենց խոսքին նկատի ունեմ, վերլուծել, որտեղ դա անարժեքություն է, դա ոչնչություն է։ Եվ հիշում եմ Սորժինիցինը ասում էր, եթե ուզում եք սուտը ոչնչանա, մի կարդացեք նրանց թերթերը, նրանց լուրերը մի դիտեք, նրանց ժողովներին մի մասնակցեք եւ այդ սուտը կմեռնի։ Այդ սուտը այդ չարկապատկանները, այդ քպեական պարագլուխները կոչնչանան այդ դեպքում եւ եթե մենք այո շարունակաբար տևականորեն չանդրադառնանք նրանց խոսքին, նրանց ասածին, կտեսնեք, որ ինքնը ոչնչանան եւ գալու է այդ օրը եւ ես վստահ եմ, որ այո լինելու է ազգային զարթոնքը, որովհետեւ այլևս չկա տեղ, որ այդ անդունդը իջնենք, մարդիկ արդեն հասկանում են, որ ամեն ինչ են կորցնում, այդ թվում այդ շարունակականությունը կարծում եմ նա հիմա ստացավ, թե հաջորդը ինչ պիտի հանձնի, այս այդպես կարող եմ ասել, բայց ես չեմ ուզում ոգևորել թշնամիներին, որ իբր մենք պատրաստ ենք տարածքներ տալու, ոչ, երբեք ոչ։ Ասում եք չանդրադառնանք, բայց արդեն միջազգային մամուլն է անդրադառնում Բագրատ Սրբազանի ձերբակալությանը, նաեւ ամբողջ միջազգային մամուլում անդրադառնում են Փաշինյանի վերջին ցենզուրայից դուրս գրառումներին, անդրադառնում են Աննա Հակոբյանի մերելից դա չի ոչի եւ այս բառապաշարով վստահ եմ, որ այդ միջազգային հանրությունը այլևս չի զարմանում այն պահից սկսած եւ պարտության սիմվոլները վերաշնչավորվեցին մեզանում եւ մենք պարտության սիմվոլներին ուղարկում ենք բանակցությունների եւ այդ նույն միջազգային հանրությունը իսկապես զարմացել է ինչպես կարելի է մարդը գնա
ուրեմն ցախողի ամեն ինչ, հազարավորների կյանքը արյունը խմի եւ հիմա գալ եւ նորից վերընտրվի։ Սա իսկապես զավեշտ էր, անընդռնելի եւ խապկանքի մեջ ինչքան խարխապեցին մեր հայրենակիցները, որ գնացին կուշկուր ընտրեցին այս չարկապատկանների։ Եվ հիմա իհարկե ամեն բանը սпасելի է, նրանք հասկանում են, որ հայերը հիմա ճիշտ ընթացքի մեջ չեն եւ այդ խոտոր ճանապարհից մենք ինչքան հնարավոր է շուտ պիտի կարողանանք դուրս գալ։ Համազգային զարթոնքը լինելու է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Էսի մոտ կպրծնի մենք կբերենք այստեղ, հա։ Հեսամիջ։ 168 թեմի հարգելի հետևողներ, ես ընթերցեմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը, որում ասված է, մեջ բերում եմ Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզ